Հունիսի 25-ին զինվորական ծառայության ճանապարհվեց Սևան համայնքի նորակոչիկների առաջին խումբը։ Սևանցիները մեծ ու փոքր հայոց բանակ էին ճանապարհում իրենց որդիներին, որոնք օրեր անց համալրելու են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարքերը։ Հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էին բարեմաղթանքի, բարի ճանապարհի խոսքերին։ Մեր աշխարհի խաղաղությունը լինի, բոլոր երիտասարդներին էլ հաջողություն լինի, անփորձանքան հասնեն իրանց ծնողներին, իրանց սպասողներին։ Մենք բոլորի համար են, որ ասма երթում ենք ուտում, Աստծուց խնդրում ենք, որ երեխեքին բարի ծառայություն լինի, խաղաղություն մենակ ցանկանամ։ Հաջողություն, երկրի խաղաղություն, մենք էլ իրանց այնտեղ մենք ստեղ քեֆանենք, իրանք այնտեղ լավ ծառայեն նախ։ Բարի ծառայությունը լինի ամենակարևորը, խախանդ լինի, բարովեթան, բարով կան, ոչ մեկի մատը փուշը մտնի։ Ոնց ճանապարհում ենք, այտենց էլ ընդունենք աղբերս։ Ես լավ կասեմ մենակ, բայց մի չեմ ասել։ Շատ լավ տրամադրություն։ Դուխովի մաղբերը։ Բոլոր զինվորներին կմաղթեմ խաղաղ երկինք, բարի ծառայություն, անփորձանք, ոնց կնան, անենց կան, հասնեն իրանց ծնողներին։ Բոլորին բարի ծառայություն։ Առաջինը երկրին խաղաղություն, մեր երեխեքին էլ առողջություն, բարի ծառայություն։ Հայոց բանակի զինվորագրվող տղաներն առավել լավ են պատկերացնում իրենց առաքելությունը։ Ավակ ընկերների օրինակին ու պատգամներին հավատարիմ Սևան համայնքի նորակոչիկները գնում են կատարելու իրենց պարտքը հայրենիքին։ Արդեն մեկնարկել է ամառային զորակոչի մարզում, նախնական Մարտունու եւ Վարդենիսի համայնքներում 2 օր առաջ առաջին խմբականակը գնացել է, այսօր Գավառում եւ Սևանում ամառային զորակոչի առաջին էտապն է։ Նախարարինը որպես հայ մարդ ծնող առաջինը կբարեմաղթեմ կապուտ երկինք, որ սահմանեն անառիկ լինեն, արշալույսները բացվեն, բարի ծառայություն են մաղթում մեր զինվորականներին էլ, որ ոգով, նվիրումով, էվիչամ, կենսուչամ լեցուն լինեն։ Սա ավելի ճիշտ հպարտություն է, երբ հայ պատանին արդեն այսօր բեկում է մտնում իրենց կյանքում, իրենք կրում են հայ զորականի համազգեստը, համալրում են երբեմնի լեգենդար փառաբանց հայկական բանակի շարքերը։ Առաջինը կբարեմաղթեմ, որ բանականությամբ, էությամբ, միջանձնային հարաբերությունները բարձր որակի պահեն, այսօրվանից իրենց քույրերին, եղբայրներին, ծնողներին փոխարինում են իրենց ծառայակից ընկերները եւ հրամանատարները։ Կարգապահ լինեն, մնացածը բարձրյալի կողմը, կողոտ վերառաքյան կար բարձրյալը, որ միայն խաղաղություն լինի մեր տարածաշրջան։ Բարի ծառայություն բոլոր։ Սևանի զինկոմիսարիատում հաշվառված նորակոչիկները Սևան քաղաքից եւ հարակից բնակավայրերից էին, ովքեր անցան բժշկական զննություն, իրականացվեցին վերջին փաստաթղթային գործողությունները։ Սևանի զինկոմիսարիատից նորակոչիկները Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Սևանի համայնքապետարանի, Սևանի տարածքային զինվորական կոմիսարիատի աշխատակիցների, իրենց հարազատների, սևանցիների ուղեկցությամբ այցելեցին Սևանի Սրբոց հրեշտակապետած եկեղեցի, որտեղ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանի կողմից կատարվեց նորակոչիկների օրհնության կարգ։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Եղեցի անուն քո, եկեսցե արքայություն քո, եղեցին կամ քո, որպես հերկինս եւ հերկրի։ Ըստ հաց մեր հանապազոր դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց սպարտապանած, եւ մի տանիլս մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարեն, զիքոյի արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Ներկաներն օրվա արդիվ շնորհավորեցին նորակոչիկներին, խաղաղ եւ ապահով ծառայություն մաղթեցին, հույս հայտնելով, որ նրանք բարեխղճորեն ու պարտաճանաչ կերպով կկատարեն իրենց առջև դրված պարտականությունները եւ բարձր կպահեն իրենց հայրենիքի ու հայ զինվորի պատիվը։ Թույլ տվեք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի անունից ջերմորեն շնորհավորել բոլորիս եւ յուրաքանչյուրիս 2025 թվականի առաջին զորակոչի կապակցությամբ։ Ուզում եմ այս վեհաշուն կամարների տակ որպես պետական պաշտոնյա աղոտ վերառակ եմ բարձրյալը, մենք բոլորս միասին ձեր ծնողների հետ, որ մեր
սահմանները լինեն անառիկ, արշալույսները բացվեն խաղաղ, ձեզ բարի ճանապարհ, բարի ծառայություն ու բարի վերադարձ ենք մաղթում։ Աստված բոլորիդ զորավիք ու պահապան, բարին ձեզ։ Տղաներ ջան, ձեզ բարի ծառայություն, անփորձակ ծառայություն, ուրախ ուղարկենք, ուրախ հետմազենք։ Ինչ քայլ կանեք, ոնց կանեք, 5 րոպե մտածեք նորեն քայլ կանեք։ Բարի ծառայություն։ Առաջին հրամանը ստացեք էստեղից որպես պետական պաշտոնյա եւ ձեզ անազատ մարդ։ Ինչ կազմով գնաք, նույն կազմով վերադառնաք։ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի անունից շնորհավորում եմ, բարի երթ եմ մաղթում ձեզ, անփորձանք խաղաղ ծառայություն։ Այսօր դուք ոտք եք դնելու մի նոր ուղի։ Քայլելիս առաքելությունը լինելու է ձեր հայրենիքի պաշտպանությունը, նրա արժանապատվությունն ու անվտանգությունը պահպանելը։ Ես որպես զինվորի մայր եմ ձեզ ցանկանում իմ սրտի մաղթանք հասնել։ Ցանկանում եմ ձեզ անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ։ Եղեք զգոն, աչալուրջ, խաղաղ երկնքի տակ ծառայեք, ոնց գնում եք այդ կազմում հետ վերադառնաք։ Մինչ հրաժեշտը ավանդույթի համաձայն Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի եւ Սևանի վետերան ոստիկանների միության կողմից նորակոչիկներին հանձնվեցին նվերներ։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովանիսյան, Սևանի STV 1 հեռուստաընկերություն, Գեղամաուր։ Օրնի բունդևում էին քարին նոր կարը եւ անունն է մեր հայ շինարար։ Նոր գարուն իր հետ վերում է ցանքն ու վարը, մեր անունն է հայ մշակարդար։ Պետք է իմանա մանուկն իր գիրն ու տարը, որ ապրի հայ միտքը դարեդար։ Մեր սրտերը միշտ ամուր են, ուր են, մեր ծերերը միշտ ամուր են, սուր են, և որ իմանան բոլորը, մեր անունն է հայկական բանակ։ Հայ հազարամյա մեր պատմության տապանը, մեզ տարուբերել է աշխարհով։ Եթե մեզ կանչում մեր հարազատ օրրանը, միշտ հավատարիմ իր կարոտով։